Մոռացել եմ, որ պետք է նկարեմ։ Նա ինչ նկարել։ Դե ճամփա գնանք Համեձեռի հետ նկարեմ։ Համեձեռի հետ իմ սիրուն Ստեփանավանը ցույց տամ։ Իմ հեռու մոտիկ բարեկամներին։ Աչքիս մի օր ծորո գնանք Միկա։ Բայց գիտես այն անգամ մենք գնացել ենք Ղազյան փռինք, մեր մանստինք, աշուններ չէ Միկա։ Դե մեր sense տակ գարունա։ Կարելի է։ Թե չէ երբ։ Հələ ինձ սիրունա։ Ահա, հիմա ասելու եք այսօր ենք գնամ։ Ուր են տանում ճանապարհները։ Ճանապարհները տանում են այսօր էլ դեպի Տաշիր։ Գնանք Տաշիր։ Տաշիրում ինձ շատ հետևորդներ ունեմ, բարեկամներ ունեմ։ Բոլորիդ ջերմ ողջույններ, սարերիությունը, բայց դեռ չի հատել, չի հալվել։ Հələ Այս պահին մենք քաղաքից ախապում ենք։ Այս շենքը ինչ է, այս նորություն է երևի։ Ու գնում ենք դեպի Տաշիր։ Ռեստորանային համալիրան, սա էլ գազալեցան կայան, մի խոսքով։ Գնացինք։ Համ մեր գործերին հաջողություն, համ է ձեզ առավոտ, քանիսն է, 10:19 Մենք արդեն ճամփեքին ենք, հուսանք ստեղ կստացվի, հետո էլ կգնանք Վանաձոր։ Դա տենանք օրը ինչ կխոստանա մեզ։ Չավես տեսարան։ Մեքենայում 4 հոգով ենք, բայց ոչ մեկ չի խոսում։ Քանի որ գիտեմ ես նկարում եմ։ Ով է։ Ոչինչ, մի 5 րոպե կարելի է կտրվել ու ամենքս մեր մտքերի ու գործերի հետ ենք։ Ստեղ դեջերն է։ Սարերի դասավորվածությունը տեսնում եք ինձ սիրուն է։ Ինչ լավն է։ Այս է մյուս լիճը։ Ու մի խոսքով գնացինք։ Հլատես, դեն նատարեցու Մարելա եկեղեցի Վաստարելա քամին է դեն նատար Այս էլ իմ ընկերուհու հայրփլու շորիկները Թե ինձ ատվում Ստեղ հետ 21 ով ընկել եք միատ աղվես է հետևից ես մտա ու աղվես տեսակ Տոլ աղվես նապաստակ Տանք հետևից ես կշում եմ էց վահագես կրակում ասիլա սպասիկա Աղնեցի պատերան կարա Մենք ստես տարել միշուն էինք Մի խոսքով Կարակ Ահա, եկանք հասանք Տաշբոյ, Կոսկոտ հյուրանոց, չէ, տեսել է, եսկան եկել է Եկանք հասանք Տաշիրը յուրահատուկ է իր հնաոճ ու նորաոճ տներով Մեկը սիրուն է Չերեպիցատանիքները Մի խոսքով Գնացինք
Տաշիրին էլ ասեն։ Այդ չէ տեսել։ Տեսություն։ Ստեղից է գնում ենք Վանաձոր։ Կայնա։ Մաշին հաճել ենք մաքրել ման։ Եկանք մի րոպե սիրունացանք ու գնացինք։ Նստի շուտ արա։ Գնացինք։ Գնացինք, շո։ Այ ես չեմ ուզում ապրել։ Լեոնը դուխա։ Ես չեմ սիրում սենց։ Համովա։ Ստեփանավարի մեր սարքածն է։ Հա։ Մեր այս բոլորանները, այս փագեմ, այսօր համ գնացինք Տաշիր, հետո Վանաձոր, մի հատ գնացել ենք հետ եկել, էլի նորից ենք գնամ ու իմ ամուսնյակը միշտ սիրում է այս կոմերից ջուր խմելը, այս աղբյուրին ձեդուշկի աղբյուր են ասում, էլի ես խմում։ Լավն էր։ Ահա, օրն արդեն կիսվել է, եկել ենք հասել Վանաձոր, եղանակը ստեղ ցուրտ է, քամի է։ Բայց կարևորը արևը կա։ Ցուրտ է էլի ոնց որ չէ, քամի է ստեղ։ Թե քամի կա, հա, ոչինչ չէ։ Դե դարձել եկը մի քիչ էս այրեկումից ցրտի։ Դեմքս փոխվեց, ահա։ Եկել ենք Վանաձոր։ Հլա տենանք կորսնում ենք ես թղթերի գոնե մի 10%-ից։ Չէ, այլ արդեն ուժ ու հնար չկա դիմադրելու։ Ավտոզակազ կա փաստորը։ Հետաքրքիր է։ Ուրեմն տուն ենք եկել ժամը էսա 5-ի կողմերն է։ Ինչ ենք անում։ Հիշում եք այն օրը, որ ես հանեմ ու ասեմ, որ կարկանդակ էի արել, խմորը դրել եմ սառնարան։ Այս խմորը սառնարանում ես երբևիցե չեմ փոխել, որ դնել մնալուց հետո տեսնես ինչ ալնելու, ոնց ալնելու։ Հիմա գիտեմ ասելու եկանայք ջան ցույց տուր, ցույց եմ տալիս։ Ստեղ ես նախորոք պատրաստած երշիկների տեսականի ունեի, պանիր ունեի հալվող, որ Ալեքսիս ծնունդին անեմ, են էլ հասկացա, որ ենքան շատ է պատրաստությունս, երեխեքը չեն էլ ուտելու այդ պիցան ու իրոք ճիշտ էլ հասկացել էի։ Հիմա խմորս բացեմ, երեխեք ջան, ու մի հատ այսենց հնարավոր են ձևով տապակ տարածեմ, տեսնենք ինչ հաստացվել, որջնական, այսենց,
կուղարկենք ջեռոց իրան, որ թխվի, բարակ բացեցի, բայց թե տեսնենք, ինչ կասի մեզ, այդտեղ մի քիչ թքվասեր, տոմատ, միանգամից եկեք խառնենք իրար, հա, խառնենք ու հենց այսպես էլ տարածենք, տեսնեմ այս ինչ ասելու, Ալեքս, դրա ձենը, չգիտեիր Ալեքս առաջի անգամն, հա? Գիտեի։ Եկեք մի հատ համով պիցա պատրաստենք ձեռի հետ, ճիշտ ամուսինս առավոտից ուրիշ բաներ ուզում, բայց էդ էլ վաղը, այսօր արդեն մինչև այս կոմ, էլ դա չի ստացվի, այ այսպես, խնդրեմ, սիրելիներ ջան, եկեք հավաքվեք իրար հետ, ասելով, խոսալով, պիցա պատրաստենք, տեսնենք ինչ ասում, այս պիցան մեզ, երկու ձևի երշիկ եմ բարձրել, իրանց որ պատրաստենք, լոլիկով չեմ ուզում, ճիշտ ատանը կա, այնպես չի որ չկա, բայց չեմ ուզում, այ հենց սենց եմ ուզում, մի քիչ էլ սա ենք դրան, զեյթուն էլ կա, բայց զեյթունով չենք նախընտրում, մեր սիրողական պիցան ենք պատրաստում, ընդեղ հավի միս կա, երբեմն որ այդքան տաշիր պիցա ենք գնում, ընդեղ հաճախակի մենյուի մեջ շատ է հանդիպում, բայց թե իմ համար եթե պիցա, ուրեմն երշիկներով, այսպես ասած, սիրելիներ ջան, այս մոցարելլա պանիրը հենց ինքը հատուկ նախատեսված է, իհարկե
իմ համար, իմ մտածելակերպով հենց պիցայի համար է նախատեսված, այդ կարծես թե չի ուզում ստացվի։ Նախորդ միացվել եմ ջեռոցը, հիմա իրան այս եմ սիրուն, հավեսով կքերեմ, որ անուշանենք։ Վերջ, սա էլ մեր անուշահան պիցան, որ ուզում ենք պատրաստել, ուղարկեմ ջեռոց։ Շոց են բարձրացնում։ Չէ։ Բերես է Այստեղ ապուր ունեի, մի հատ ապուր ունեի 3 գրամից, այդ հաց չափաբաժինը մի քիչ մեծ էի բռնացրել, գիտեի, որ այսօր առավոտից տանը չեն կլնելու, եղեք նկատեցիք դեմքս ինչ լավ փայլում է, ինձ սիրուն, ընդամենը 3 րոպե ու միջամտությունը պարզ հաճելի ձևով սիրուն երևում է։ Կանաչի ունեմ տապակած, մի խոսքով։ Այսօր եղանակը այնքան շոկ էր, որ վերջնականապես որոշեցի, որ Ալեքսի կուրտկեն լվանամ ու պահեմ, որովհետև այս պղպեղները ովքեր են սիրում, իրանք այնքան համով ու լավն են, այս կողքից կտրեցի պիցայի համար, էդ էլ հավեսով աղցան եմ պատրաստելու, աղցանը մեր ուտելիքների անբաժան մասն է դառել, որովհետև համ ճիշտ է, համ առողջարար է, այս ինչ բանաթութակներս լուռու մունջ են, այնքան շատ են պահի տակ նռվայնացնում, որ էլ ասելու չի, իրեքն է լուռու մունջ են, պահի տակ շատ զարմացա, ժողովուրդ շատերդ էիք գրել, որ ինչ մասնագիտություն ունի ամուսինդ, ինչ աշխատում ամուսինդ ու որոշ մարդիկ փորձել էին հաստատվել, եթե բլոգեր ես, պետք է ասես, ես ոչ մեկին ոչ մի բան իմ ամբողջ կյանքում պարտական ու պարտավոր չեմ, ես իմ ողջ կյանքում պարտավոր եմ իմ ծնողներին ու իմ բալին, իմ ընտանիքին, ուրիշ ոչ մեկին, իսկ ինչ վերաբերվում է, ինչ աշխատում ամուսինս, կարևորը աշխատում է, կարևորը, այո, մեզ չի մոռանում, շնորհակալ եմ, որ էտել էիք նշել շատ, գրել էիք, որ մարդիկ կան, այո, իմ բարեկամների շրջանակում էլ այն ձևի մարդ կա, որ
ամուսինը թողեց, գնաց, ընդեղ իր համար տուն, տեղ, ընտանիք, ամեն ինչ էլ տեղին ստեղծեց, բայց մեր տանը այդպես չի, ճիշտ է, տարվա մեծ մասը ինքը դրսում է ապրում, ոնց ասած, գիտակցում եմ, որ կլինի ինչ-որ մի աներևույթ էություն, բայց ես այնքանով եմ գոհ ու շնորհակալ Աստծուն, որ իմ ամուսինը իմ երեխուն, մեր երեխուն չի մոռանում, իրա ծնողական պարտքը ինչքանով որ կարում է, այդքանով տալիս է, տարին մի անգամ էլ պարտադիրից պարտադիր մեր տուն է գալիս, նորից եմ ասում, կախված աշխատանքի բնույթից, իսկ թե ինչ է աշխատում, եկեք չմեկնաբանեմ, որովհետև դա իմ տարածքը չի, դա իմ ամուսնու անձնական տարածքն է, ինչը որ ինքը չի ուզում, ես ասեմ, պարզաբանեմ, դրա կարիքը չկա, իսկ ինչ վերաբերվում է, որ հա լալա ջան գրել եք, որ պարտավոր եմ, ես պարտավոր չեմ, ես իմ կյանքում իմ ծնողներին ու իմ երեխուն եմ պարտավոր ու պարտական, ուրիշ ոչ մեկին, եկեք թացի չորից տարբերենք, եկեք իրար շատ սիրենք, եկեք իրար հարգենք, այո, ես ընդունում եմ ձեր կարծիքը, պատասխանում եմ ձեր հարցերին, հնարավորինս թույլատրելի սահմաններում, իսկ որ պահնել որ չեմ ուզում, կներեք, դա իմ անձնականն է, գիտեմ նորից շրջադարձելու եք ու ասեք, բա գիտես, եթե դու բլոգեր ես, պետքա քեզ կտանքներին էլ դիմադրես, փառք Աստծո, այդ աստիճանի կտանքներ ես չեմ ունեցել, շեղումներ երբեմն լինում են, բայց մինուսի վրա մի հատ էլ որ գիծ ենք քաշում, պլյուսա չէ դառնում, ես այդ մինուսն էլ եմ դրականով տեսնում, ձեզ էլ խորհուրդ կտամ, եղեք մի կյանք ենք ապրում, հանգիստ ապրենք, ուրախ սրտով ապրենք, լավ սրտով ապրենք, այսօր մեքենայի մեջ նստած տեղից ընդեղ ենք գնում, ընդեղից ընդեղ ու կատակով Նիկային ասում եմ, տես այս տարի մարտի 8-ին ստեղ էր, ճիշտ այնքը ինձ նվերարել է, էլի չի ուզում, որ բարձրացայնեմ, ես էլ չեմ բարձրացայնում, ասում եմ, դրա տեղը ինձ մի 3 վարդարներ, ավելի լավը կլներ, ասում եմ, իսկ առավոտը թողեց, որ ես այդ 3 վարդը առնեմ ու որ խորը մտածում ենք, այո, այդ ժամին ով մարդիկ կային դեռ քնած էին, մարդիկ կային իմ նման արթուն էին, եկեք ոչ հարստություն դիզելու մասին մտածենք, ոչ ուրիշին քննադատելու մասին մտածենք, ոչ ինչ-որ թե մեկի հետևից ընկնելու մասին մտածենք, եկեք լավ բաների մասին մտածենք, կյանքը վայելելու մասին մտածենք, մի բարի գործ անելու մասին մտածենք, մատանի սուր դրի, որովհետև այդ երկրաշարժը եթե մի քիչ երկար տևեր ու այդ թափը շարունակվեր, մեր բոլոր դիզած հարստությունները սենց հողին էր հավասարացնելու բացառությամբ մարդկությունը, եկեք մարդ լինենք, շատ սիրենք ու հարգենք իրար, ես շնորհակալ եմ իմ յուրաքանչյուր բաժանորդից, անձ առ անձ, իմ յուրաքանչյուր բարեկամ բաժանորդից, շնորհակալ եմ անգամ ինձ քննադատողներից, բայց այն որ ասում են դու պարտավոր ես, չկա նման բան, ես չեմ ընդունում նման բան, մնացածն էլ ձեր հայացողությանն եմ թողում, հələ մի հատ տեղերով փոխվի, հարգելիս, սիրելիս, ու իմ տեղում դու եղի, ու հələ տես, որ քեզ մեկն ասի դու պարտավոր ես, հələ տես սենց ինչ երևույթի մեջ կար ասել ինքն ես, տես այդ պահը քեզ դուր կգա, թե չէ, բայց փառք Աստծու, Աստվածի մեջ այնքան սեր ու խաղաղություն ասենց ներդրել, որ ես ոնց ասեմ, չեմ կայծից բռնկվում, դա իմ համար նորմալ է, դա իմ համար ընդունելի է, ես հարգում եմ անգամ քո գրած գրառման կարծիքը, ինչ մնաց, թե իմ ամուսնու կարծիքը չհարգեմ, ու օրինակ չասեմ, սիրելի բարեկամներս տեսեք, օրինակի համար այս դանակը ինձ ամուսինս նվիրել է, ասեց Աննա մնա, սա իմ ու քոնն է, իմ ու իրանն է, պետքի դեպքում այն նոր տարուն մատանի նվիրեց, հավեսով սիրով ցույց տվեցի, ինչու մնա խնդիրը,
Նախորդ նոր տարուն էլ ոչինչ չէր նվիրել, չասեցի, վայ գիտեք, ես էլ ամուսինս ա առել, դրա առաջի օրը, առաջի տարին Սարցախցիկ երբ որ առանք, դրա հաջորդ տարին կհիշեք, որ ես նույնիսկ զարմացել էի, ինքը զանգեց, ասավ գումար եմ ուղարկել, գնա ու միկրոալիքային առ, ես ասում եմ, չէ, իմ ինչին ա պետք, ինձ պետք չի, որովհետև լրիվ ասում են, դա վնասակար ա, էս այն ա, ընդամենը մի նախադասությունով ինքը թեման փակեց, ասում ա տանը եթե կա Սարցախցիկ, դրան զուգահեռ պետք առնի նաև միկրոալիքային, ես քեզ ասում եմ առ, ես էլ գիտեի, որ պիտի առնեմ, ինքն իր պատվավոր տեղը գտել ա, շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ համ ձեզանից, համ էլ իմ ամուսնուց, սիրելիներս, հարգելիներս, իսկ մնացած նեգատիվը եկեք թողանք էլի, որովհետև այս էջը այն էջն ա, որտեղ շատ ջերմություն կա, որտեղ շատ սեր կա, որտեղ շատ մեծ ծանոթություններ կան, որտեղ շատ ընկերությունների հիմք կա, որովհետև իմ միջոցով օրինակ իրար հետ ծանոթացել են Ռոզա տատիկս ու Ծովինարս, իմ միջոցով իրար հետ ծանոթացել են Լիլիթս ու Մանուշակս, իմ միջոցով շատ մարդիկ են իրար հետ ծանոթացել, շփվել, շփվում են, իմ միջոցով, իմ էջի միջոցով եղավ, որ են պուճուր հրաշքին օգնեցինք, Գերմանիայից Աննան օգնեց ֆինանսապես, այդ երեխու տեղը հասավ իրան, հլը տեսեք էլի ինչ ընտիր էջ ա, ինչքան բարի դրացիական հարաբերություններով օժտված էջ ա, իմ միջոցով շատ լավ, ոնց ասեմ, բարեկամներ ունեցանք մեկս մյուսի հանդեպ, իհարկե, ես մեկ էլ այս նախորդ անգամ ասել էի, որ մենակ մարդու ումա պետք, կյանքում, աշխարհում ապրող մենակ մարդը, այո, մարդ կարա ճակատագրի բերումով մնա մենակ, չցանկանա ամուսնանա, չցանկանա ընտանիք ունենա, ապրի մենակ, բայց այս կյանքում հո այդ մարդը ի սկզբանե մենակ չի մնում, ինքը կարա շատ շփվող լինի, ես ունեմ այդ ձև ընկերներ, ովքեր ամուսնացած չեն, բայց շատ շփվող են, բայց դա վիրավորելու միտումով երբեք չեմ ասել, մենակ մարդ, ես նկատի ունեմ այն, որ մարդը մենակա, չի շփվում, չի գնում, չի գալիս, ես միշտ ասում եմ, մենակ մարդու ումա պետք, մարդ պետք է հարևանի հետ շփվի, բարեկամս մինչև ես իմ որտեղ եկից գա, իմ հարևանները այսօր իմ երեխուն խոսքի տիրություն արին, մինչև ես Տաշիր, Վանաձոր, նորից Ստեփանավան, նորից Վանաձոր, 3 անգամ այսօր Վանաձոր ենք գնացել, լավ տեսակ իմ երեխեն իմ հետ չէր ու ես հանգիստ իմ համար, որովհետև գիտեի ինքը, այսպես ասած, դռանը չի մնացել էլի, թեպետ դռանն էլ մնա, ինքը խելոք երեխա ա, կնստեր բիսեդկը մինչև կգայինք, բայց փառք Աստծո, տենց չէ։ Այնպես որ եկեք մեկս մյուսի հանդեպ քեն չքշենք, այս իմ ստեղծած, այս շուտով 25,000 ենք դառնում, այդ ջերմ ընտանիքը չարատավոր ենք, շատ սիրենք իրար, շատ հարգենք, որովհետև ի սկզբանե իմ էջը բացած օրվանից իմ կողքին եղել են կան ու կլինեն Աստծո օրհնությունով ու օգնությունով այն ձևի մարդիկ, ովքեր իմ հետ ուրախանում են, ովքեր իմ հետ տխրում են, ովքեր իմ համար ցավում են, ովքեր ինձ օգնության ձեռք են մեկնում, ովքեր ինձ խորհուրդ են տալիս, ես չեմ ամաչում խորհուրդ հարցնելուց կամ ինչ-որ թե ճիշտ ու սխալ անելուց, որովհետև ժողովուրդ, ես հարուստ եմ ձեզանով, ես ուրախ եմ ձեզանով, ես, ոնց ասեմ, այս անգամ շատ անձնական գրառումներ եմ ստացել, նաև այն թեմային վերաբերող, որ Անահիտ, ահագին առաջ խաղացում կա, քանի որ հոլովակներից մեջ, հիշում եք, որ գնում է ռիմատատիկ անցտում, ասում է, որ Նիկան շատ մեղվում ա, որ Ալան չի երևում, երեխու ծնունդին ինքը այս սենց մի կապլի անգամ չասավ, ինձ մի նկարի, ինքն էլ էր հանգիստ նստել, էլ չեմ ասում ամուսնուս մասին,
նախորդ անցած տարիներում, երբ որ ես հեռախոսը ձեռս էի վերցնում ու սկսում որ նկարեմ, վրես խոսում էր, հերիքա, այս կոմ են կոմ ես ասում էի Նիկա, սա էլ իմ աշխատանքն է, չէ, ու ուշ թե շուտ Աստված բոլորի մեջ էլ սեր դրեց, հույս ու հավատ դրեց ու հասկացվեց, որ այն մարդ այս աղջկա աշխատանքն էլ դա է, ինչի եք դուք դրանից հուշտ ելնում մեր լովեցիների բարբարով ասած, իսկ ոսկեղենիկ հայերենով ասած խուսափում։ Փառք Աստծո, այսօր դարը քանի գնում օնլայն դառնում, քանի գնում ավելի ենք զարգանում, կատարելագործվում ու այսօր յուրաքանչյուր մարդ էլ ունի այդ իրավունքը, որ բացի իր համար անձնական հարթակ, ուզենա վլոգը ցույց տա, ուզենա խոհանոցը, ուզենա կարուցև, ինչ ուզենա, ոնց ուզենա ու ես եղել է շատ երբ որ չեմ ունեցել ոչ մի հատ ես հետևել եմ հեղինեին ու ռուս բլոգերների Գալինա Կուխնյանների շատ նայեմ ոչ մի անգամ ոչ մի վատ բան չեմ գրել դուրս չի եկել թողել դուրս եմ եկել այնպես չի որ իմաստը որն է էլի ուրիշին քարկոծելու ու չեմ էլ ուզում որ նույնը իմ էջում մտնի դրա համար մեկն միշտ ասում եմ կփորձեմ մի անգամ Նիկային նկարահանելու ժամանակը մի կողքի սենյակում պառկած հոգնելա թե չէ այս պահին էլ կկազմակերպեի հարցնեի ասեի Նիկա ջան մարդիկ շատ են հարցնում ու անհանգստանում թե ինչ ես աշխատում դու ես գիտեմ իրա պատասխանը ուղղակի կուզենամ լսեք նաև դուք վերջ այդքան մի բան հիմա այնքան ասեցի ու խոսացի որ հլասպասեք այս պիցային նայել ահա թխեց իմ պիցան բայց եթե անկեղծ ես կուզենամ մի փոքր պանից չերեմ ու ինքս հենց մի քիչ ավելի սոչնի լինի որ ամուսնուս դուրը գամ ինչ որ թե վերցրել էիք թութակներիս էիք քննադատել չի կարելի էլի իմաստը որն է ասենք դրա իմաստը վաբշե չկա թռչուններ են էլի եթե տանը թռչուն կա պիտի ձայնը գա այն օրը ես Նիկայի հետ էդ էի խոսում ասում եմ աչքիս իրանց տնից հանեմ որովհետև նկարելու ժամանակ շատ խանգարում եմ այնաս գրագետ ձևով գրել էր անս կներես բայց թութակները չթողեցին վլոգի սկիզբը նայեմ ես հարգում եմ ցանկացած այդ ձևի գրառում բայց որ վերցնեք ու թութակներին քննադատեք ախր մի տեսակ հայ ենք էլի յան ենք ախր այդ յանը այնքան սեր ու հույս ու հավատ պետք է ներշնչի մեր մեջ մեկը մյուսի հանդեպ որ չփորձենք էլի չարանալ դենց էլ մի բուր ժողովուրդ ենք մնացել այն էլ որ պետությունը մասես սփռված էլ իմաստը որն է իրար փնովել ու քննադատելու չի կարելի ես դաժե ամաչում եմ որ ասում եմ չի կարելի որովհետև գիտակցում եմ որ իրոք չի կարելի էլի իմաստ չկա անիմաստ բաներից կախվես թե թութակները ծվծվում են բա թութակ են մեկ-մեկ էլ ծվծվալու են բա ինչ են անելու սիրուններս ստեղ սրանք որ մնացին значит էլի ենք պիցա թխելու բայց ոչ այսօր չեմ ուզում սենց շատ անընդհատ խառնեմ իրար որովհետև
Այդ ճիշտ չի։ Ահա։ Սա դահել մի քիչ հալվի։ Հանենք։ Վայելենք, սիրելիներ ջան։ Ու զբաղվեմ Ալեքսովս։ Գնամ ինչ կա չկա, այսօր ինչ ենք անելու։ Դեմքիս գիտեք ինչ եմ արել, չեմ հիշում դրա մասին խոսացի, թե չէ, բայց եկեք զրուցեմ, դեմքս գիտեք, որ ես երբ վանից էր, կլինի ես տարի ու կես, ինձ հետաքրքիր էր մի անգամ, գոնե մի անգամ դեմքի խորքային մաքրում անեմ, բայց փառքաստու իմ դեմքը ոչ մի բան չկա, 43 տարեկան մարդ եմ, ես ոչ մի անգամ ոչ չիստկա կոչվածին եմ գնացել, ոչ հատուկ սենց կրեմներ ու դիմակներ ու չգիտես ինչեր եմ արել, չէ, Էվնում կար խաղողի հատիկներով սկրապ, դրանով էի լվանում ու շատ լավ արդյունք էր ելնում, հետո դրանից հետո իմ գույժագլեն ուղարկեց դեղցի սկրապ, դրանով եմ լվացել ու դեռ լվանում եմ, էլի շատ լավ արդյունք է, բայց որ գնամ դիմեմ հատուկ մասնագետի ու այսպես ասած զբաղվեմ դեմքիս մաքրությունով ու դեմքի պիլինգով, հա, չկար նման բան, չեմ արել, այս անգամ քանի որ իմ ապրած տարիների ընթացքում միշտ համարյա թե գրեթե իմ մազերս թափած է եղել ու այս հատվածներում մանր մազմզուկներ կային, այս հատվածը, սրանք եմ փորձել մի քիչ մասնագետի օգնությանը դիմեմ, լազերային մաքրում արել ու ինքը բացատրեց այնպես, որ 9 օր հետո կփորձի նորից թե ինչ-որ թե մի բան աճի, բայց ոնց կաճի այնպես էլ կթափի։ Հիմա տեսնենք դա իրոք այդպես է լինելու, թե ոնց է լինելու, ամեն դեպքում գող լինեմ կասեմ, դժգող լինեմ էլի կասեմ, որովհետև ոնց են ասում, ձեզնից թաքցնելու ոչինչ չունեմ, որ էլ սենց մարդիկ էլ կան, որ ասում են, վայ, կյանքդ դրել պատմում ես, բոլորս էլ այսօր դաժե 15-16 տարեկան աղջիկներն են իրանց մաքրությունով զբաղվում ու դրան հետ ամոթ բան էլ չկա, անգամ այդ ձև էջեր էլ կան համացանցում, այնպես որ ես երբ որ, վայ, հլստեն այեք էլի, տախտակս ճոքել է ժողովուրդ, այնքան սիրում է ես տախտակը ու ես չեմ էլ ամաչում, որ նման թեմայից եմ խոսում, քանի որ քանի որ ինչը բնական է, այն էլ բարոյական է, սիրելիներ ջան, օպա, լավ տակա, հիմա այն անգամ ով էր ասում մկրատով, որ կտրում են, ավելի լավ կլինի, բայց ես մի տեսակ չեմ ուզում, ես ուզեցամ հենց այս սարքով էլ կտրեմ, Նիկա, թխվել ապիցանը, տեղ եք ուտում, թե ստեղ ուտենք, ստեղ, դե կամ անցարի Նիկա ջան, իմ բաժանորդները հարցնում են, ասում են ամուսինդ ինչ է աշխատում, որ տարին մի անգամ ատուն գալի, դե ես էլ գիտեմ, որ է տերելնելու պատասխանը, ասում են բախի է տարին մի անգամ տուն գալի, Ինչ աշխատում, աշխատում, ավար, կարևորը աշխատում է, չէ, ինչ կարևոր է, որտեղ աշխատում, կարևորը աշխատում է, ու մեզ չի մոռանում, համեցեք, Ալեքս ջան, արի, արի տար պապային Ալեքս ջան, կուտես պիցա, արի սրտի
Ասում են, էդ ինչ աշխատանք անեմ, որ տարին մի անգամ ատում Մի գալի։ ապես մաշոնոզները չանասա։ Դուք եք ակտիվիցիա ձեզեպարի ախորժակ, ձեզեպարի իպում, կարապի դեք շատ շուտով։ Տարետ պապային։ Մամա, ես հետս է իշտան տանի։ Որ վաղը գա կասը։ Բա։ Տանու չես տու։ Ես էլ եմ ուտում օրևս։ Հա, համարյա 2 օրեր մնաց սառնանը։ Ես էլ տատին, հա Ալեքս, ընդեղ սոկ կար, մի հատ սոկ բեր խմենք էլի ասում։ Որտեղ։ Որ դուրը բացես կտենու։ Դու ես իկեմ շուչա։ Հա, խիչ է որ, ես մեկն էլ ինձ։ Դու ես մեկներից, ես մեկներից։ Որ գրակորքից բերը։ Երեկոյան կողմա հաց ենք ուտում Ալեքսն էլ է պակաս մեր մոտ արդեն երեկոյան կողմերն է թամար տատը եկել է հա էտա հիվանդացել է մի քիչ մորս համոզում ենք որ տանենք բժշկի կհիշեք որ այն անգամ էլ հերթագրել էի տիկին Թամարան այսքան տեղը ջղային ձևով եմ ասում չուզեց որ գնա հիմի ամուսնյակիս եմ համոզել ոնց ասավ մամ ասմա Աննան ուզմա գնա բժշկի համոզելը որն ասա խնդրել եմ համոզվող տղա չի իրախել նեղված Նիկային ասում մասսայական խայտարակն ասում եմ մաման վատ ազգում էլի ասում եմ ինչ կարամ անեմ ասում եմ դե ուզում եմ իմ բժշկի մոտ տանեմ երեգիրիկունը ասում Աննա զանգեցի հաջորդ քայլում ասում Աննա դու գործ չունես զանգի Դավոյին ասա տենանք ինչ ենք անում Դավոյին էլ ասում ենք բայց այսքան տեղը էս տիկին Թամարան ջղային լեզվով եմ ասում ճիշտ եմ ասում ասում չէ այ փեսա որ փեսեն ա ուզում որ զանգա չէ շատ ապրի Այս իմ ամուսնյակն էլ ասում է ես ուզում եմ դու 90 տարի ապրես խմում ենք եզակի փեսաների կենացի ձեզ մատա մի փոքր ազարեմ ընկեր իմ փեսեն ասում է դրանից էլ լավացի ուզում եմ 90 տարի ապրես դե ասում է դե մի քիչ էլ շատ էլի ոչ եզակի փեսաների կենացրել Նիկոլայ Ալեքսանդրիչ քո գլխավորությամբ ով մի խոսքով իրոք բան եմ ասում, եզակի փեսաների կենաց, Նիկա ջան։ Այս ընթացքում էլ գազս մաքրեցի, իրավերևով, սիրուն, այլուն, այս միջոցով ու շատ հավանեցի խանդ, չորանա ու տղավարը։